Դատական քաշքշուկներն են դարձել պատճառ, որ այս քաղաքացիները դիմեն հանրային պաշտպանի գրասենյակ, անվճար իրավաբանական օգնություն ստանալու նպատակով։ Այս կերպ նրանք փորձում են տեղեկանել իրենց իրավունքներին։ Ակտ եկե վրես, որտեղ որ ես ճիշտ եմ, կարմիր գծանշված տեղում կանգառ եմ արել, պասաժիր եմ սպասել։ Ու դրա համար ինձ ակտավորել եմ, բայց ես կարմիր գծի փողնել եմ ուծել, ու դրան պլյուս գայց է, ակտը եկե, գնացել եմ բողոքել եմ, ասել եմ։ Ուսուցչու Իլիանա Պետրոսյանը իր բնակարանը կորցնելու խնդրի առաջ է, պնդում է նոտարի սխալի պատճառով։ 2011 թվին մայրս, չգիտեմ ոնց չի հասկացել, թե ինքը մի քիչ սկլերոզ հիվանդություն ունի, բնակարանը առանց իմ հարցնելու նվիրատվություն արել, այսինքն ես այդ տանը 40 տարի բնակվում եմ եւ սեփականաշնորհմանը մասնակցել եմ եւ գրանցված եմ եւ հանգարցակի ես մնում եմ առանց բնակարանի։ Հայաստանի փաստաբանների պալատի ու փաստաբանական դպրոցի համատեղ նախաձեռնությամբ յուրաքանչյուր 5 շաբթի բազմաթիվ քաղաքացիներ հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով ստանում են անվճար իրավաբանական խորհրդատվություն։ Նախաձեռնությունն իրականացվում է այս տարվա մարտ ամսից սկսած։ Տրամադրում ենք հանրապետության բնակչության բոլոր խավերին, տրամադրում ենք անկախային հանգամանքից Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, թե ոչ, ունեն ժամանակավոր կացություն, քաղաքացիություն չունեցող անձ են, այսինքն մարդիկ գալիս են, գրանցվում են, անունազգանուն լրացնում են եւ ստանում են անհրաժեշտ խորհրդատվություն։ Ստանում են եւ քաղաքացիական գործերով, եւ վարչական գործերով, եւ քրեական գործերով, եւ սահմանադրական գործերով։ Անվճար իրավաբանական օգնությունը կարող է լինել ոչ միայն բանավոր, այլև առանձին դեպքերում գրավոր, դիմումների, բողոքների եւ հայցադիմումների կազմում։ Նպատակը մեկն է՝ նախ իրազեկել, երկրորդ իրազեկման միջոցով բարձրացնել իրավագիտակցությունը եւ երկրորդ լուծում տալ խնդրին։ Նախաձեռնությունն անժամկետ է, ծրագրից արդեն օգտվել է 185 հոգի։ Առաջիկայում նախատեսվում է իրավաբանական օգնության ծրագիրը ներդնել նաև մարզերում։